Բարի լույս, բարի առավոտ, իմ շատ սիրելի եւ հարազատ դարձած հեռուստադիտողներ, Կոտայք հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Բարի լույսը։ Իսկ ես տաղավարում աշխատում եմ, ես Ալիտա Եղիազարյանն եմ, այսօր նոյեմբերի 11-ն է եւ այսօր աշխարհում նշվում է շատ մի անսպասելի տոն, շոփինգի միջազգային օրը։ Ամեն բան սկսվեց 2009 թվականին, երբ Alibaba Group ինտերնետ հարթակը Չինաստանում իրականացրեց մարքեթինգային քայլ, շոփինգի համաշխարհային օր անվամբ, իր ռեսուրսներում անցկացնելով իսպառ վաճառք, որտեղ զեղչերը 50%-ի չափով նորմ էին, իսկ տոնը հարմարեցված էր ամուրի օրվան, որը Չինաստանում նույնպես նշվում է նոյեմբերի 11-ին։ Կազմակերպիչները նախատեսել էին, որ այդ իրադարձությունը կդառնա ամենամյա միջոցառում, երբ առաջարկվող զգալի զեղչը, որից չափից անհնար է հրաժարվել, օգտատիրոջը դրանով իսկ կվերածի գնորդի։ Եվ չսխալվեցին նախաձեռնությանը, շատ արագ միացան նաև չինական այլ խոշոր ինտերնետ հարթակներ։ 2013 թվականին շոփինգի օրվա տոնակատարությունը Alibaba Group-ին 5.8 միլիարդ դոլար բերեց մեկ օրում, այն վերածելով աշխարհում ամենախոշոր օնլայն իսպառ վաճառքի, որը կարողացավ հետևում թողնել Սև ուրբաթը եւ Կիբեր երկուշաբթի անուններով հայտնի անալոգներին։ 2014 թվականին կազմակերպիչները հայտարարեցին, որ խանութների տերերը, որոնք ներկայացված են միջազգային ինտերնետ հարթակներում, ինչպես նաեւ AliExpress-ը նույնպես կմասնակցեն իսպառ վաճառքի։ Հենց դրա շնորհիվ 2014 թվականի նոյեմբերից նաեւ ռուսաստանցիները հնարավորություն ստացան մասնակցելու այդ վիթխարի իսպառ վաճառքին։ Հարգելի հեռուստադիտողներ, առավոտյան լավ տրամադրություն ունենալու եւ այն ավելի բարձրացնելու համար ինչ է պետք, իհարկե լսել երաժշտություն։ Այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ ես արդեն ներկայացնեմ մեր այսօրվա հյուրերին։ Մենք վերադարձանք, հարգելի հեռուստադիտողներ, եւ այսօրվա մեր զրույցը եւ այսօրվա մեր եթերը լինելու է սպորտային եւ հաղթական, եւ այսօր խոսելու ենք Հայաստանի քինգբոքսինգի ֆեդերացիայի նախագահ, ոչ օլիմպիական մարզաձևերի միության նախագահ Գառնիկ Հայրապետյանի եւ Արմեն Ղարհամանյանի, ով քինգբոքսինգի ֆեդերացիայի նախագահն է եւ միջազգային կարգի մրցավար։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Մենք ենք շնորհակալ, որ հերթական անգամ մեզ հրավիրում եք, լուսաբանում եք պաշտոնական քիկբոքսինգի Հայաստանի ֆեդերացիայի մասին, որովհետև Հայաստանում մեկ ֆեդերացիա կա, դա պաշտոնական ֆեդերացիան է, որը միջազգային օլիմպիական ընտանիքի անդամ է ՎԱԿՕ-ի եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից է ճանաչված պաշտոնապես եւ իհարկե կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության կողմից։ Այս ամենը ինչի եմ ասում, քանի որ մեր հեռուստադիտողները եւ մարզասերները եւ մեր լսարանի դիտողները պետք է իրազեկված լինեն, որ Հայաստանում եթե կան ֆեդերացիաներ, դա պաշտոնական քիկբոքսինգի մեկ ֆեդերացիա է։ Ես պետք է ավելացնեմ նաև, որ այս ինչի համար ենք այս ամենը նաև լուսաբանում մեր հանրությանը, որտեղ վերջերս նաև պաշտոնական հրավերքով Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Ծառուկյանի կողմից Համաշխարհային քիկբոքսինգի ֆեդերացիայի նախագահ, որը միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ է, Ռոյ Բեկերը, որը Հայաստան ժամանելուց ի վեր ներկայացրեց հանրությանը եւ հասարակությանը, այդ թվում նաև օլիմպիական կոմիտեին, որ աշխարհում մեկ պաշտոնական մեկ ֆեդերացիա կա քիկբոքսինգի, դա ՎԱԿՕ-ն է, իսկ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ քիկբոքսինգի հանդիսանում է Հայրապետյան Գառնիկը։ Պարոն Հայրապետյան, վերջերս մեր մարզիկները ունեցել են մեծ հաջողություններ Եվրոպայում եւ աշխարհի առաջնություններում, իսկ ընդհանուր առմամբ այս ամենը հաշվի առնելով ինչպես է գնահատում Հայաստանում քինգբոքսինգի եւ մնացած ոչ օլիմպիական մարզաձևերի մակարդակը։ Տեսեք 30 տարուց ի վեր քիկբոքսինգը Հայաստանի Հանրապետությունում գործում է, ունենք բավականին շատ մարզիչներ, պաշտոնական գրանցված, մրցավարներ, նաեւ վերջերս այո Եվրոպայի պաշտոնական առաջնությունից ՎԱԿՕ-ի վերադարձան 2 ոսկե, 3 արծաթ եւ 4 բրոնզե մեդալներով, որն էլ բարձր գնահատականի արժանացավ, իսկ տարեվերջում Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը կամփոփի բոլոր գնահատականները։ Ես կանդրադառնամ նաեւ ոչ օլիմպիական մարզաձևերի մասին, քանի որ հիմնադրվել է 1 տարի առաջ համահիմնադիր Բասկամարտի Հայաստանի ոսկե մեդալակիր Հովհաննես Ծառուկյանի կողմից Հայաստանի Հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյալ Ռոստոմյանի, Արմեն Մանուկյանի, այդ թվում նաև իմ կողմից այս միության նպատակներ, որպեսզի
միավորել, համախմբել Հայաստանի պաշտոնական ֆեդերացիաներին, որոնք համաշխարհային ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչներն են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում, գործում են 10 տարուց ի վեր, ունեն մարզիչներ, որակավորում ստացած եւ իրենք ընդգրկված են կառույցի մեջ։ Այս ֆեդերացիաները անմիջապես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Ծառուկյանի անմիջապես ուշադրության կենտրոնում են, ֆեդերացիաները ստանում են համապատասխան գումարներ, որպեսզի կարողանան մասնակցեն աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, վերջերս նաեւ կարատեի ֆեդերացիան, ուշուի ֆեդերացիան էր վերադարձել, տեքվանդոյի ֆեդերացիան, որոնք կարողացել են բավական հետաքրքիր ելույթ ունենան տարբեր բեմերում եւ նվաճել են մեդալներ, որն էլ գնահատվել է եւ գնահատվել է տարեվերջում։ Այսինքն միությունը ձևավորվելուց ի վեր բավական մեծ աշխատանքներ իրականացնում նաեւ հանրապետության մարզերում, իզուր չէ որ հսկողությունը եւ կոորդինացնում է մարզադահլիճների թե վերաբնորոգման, թե մարզական գույքի բաշխումների հետ կախված համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը, որը վերահսկում եւ հսկողության տակ է վերցրել, որպեսզի բոլորը դահլիճները, որոնք անբարվոք վիճակում են եւ տարիներ ի վեր մարզական գույքը հնամաշ է, պետք է թարմացվեն, իսկ եթե դահլիճներ կան, որոնք վերանորոգված չեն, արդեն վերանորոգվում են։ Կարող եմ ասել 4 ամսվա մեջ արդեն 2 մարզադահլիճ ունենք վերանորոգված, մեկը Դավիթաշեն վարչական շրջանում է, մյուսը Ստեփանավանում է, հաջորդն արդեն մենք աշխատանքներ ենք իրականացնում մարզերում, սահմանամերձ գյուղերում, բավականին հետաքրքիր աշխատանքներ իրականացում, հանրությանը շուտով մենք կներկայացնենք։ Դրա հետ միասին տարեվերջում ամփոփվելու է բոլոր ոչ օլիմպիական մարզաձևերի միության աշխատանքները եւ այն մարզիկները, որոնք աշխարհի Եվրոպայի չեմպիոններ են դառել, անպայման նաեւ դրամական պարգևներ են ստանալու միության կողմից, որն էլ աջակցելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։ Այսքան հաղթանակներ, այսքան առավելությունների եւ նվաճումների մեջ ինչ եք նկատում Հայաստանում որքանով են նման սպորտաձևերը զարգացած, ինչ թերություններ կան, որ կարելի է շտկել եւ այլ ավելի զարգացնել։ Տեսեք, թերությունների մասին խոսեմ, ցանկալի է մի օր առարկայական խոսել բոլոր ֆեդերացիաների նախագահների, ովքեր կցանկանան միության կազմում ընդգրկվեն։ Թերությունները հետևյալն է, որ օրինակ շատ ծնողներ, երևի Արմեն ենք խոսել, շատ ծնողներ կան, որոնք չգիտեն այս երեխաներին որ դպրոցներում տանեն մարզվել։ Ում հարցնում ես, ասում եմ, ես համ կարատե եմ մարզում, համ քիքբոքս, համ խառը մենամարտ, համ նախագահ եմ, համ մրցավար եմ, համ չգիտեմ ով է հանդես գալի։ Պետք է մեր ծնողներն իմանան, հասկանում են, որ պետական ռեգիստրում կարան գրանցվեն կնիկ անեն կոչեն իրենց նախագահ, այսօր քիքբոքսն լավ, ասեմ մենք կարանք քիքբոքսը զարգացնենք, մենք քիքբոքսով էլ զբաղվենք, MMA-ով էլ։ Դրա վերաբերյալ խոսի ինչ պետք է հաշվի առնեն ծնողները եւ նաեւ երիտասարդները, ովքեր ցանկանում են եւ ուզում են զբաղվել նման սպորտաձևերով։ Կոնկրետ մեր ֆեդերացիայի մասով խոսեմ, մեր ֆեդերացիայի մարզիչները բոլորն լիցենզավորված են, իսկ ամեն տարի նրանք լիցենզավորվում են ֆեդերացիայում, մեկ ամիս սեմինար են անցկացվում եւ լիցենզավորվում են։ Ծնողը երեխային տանելուց մարզվելու նա պիտի տենա, որ տվյալ մարզիչ հանդիսանում է տվյալ ֆեդերացիայի, ազգային ֆեդերացիայի մարզիչ, հետո տանի իրենց մոտ մարզվելու։ Քանի որ այսօր մարդիկ ակումբներ են բացում, ակումբների պաստառների վրա գրած է MMA, kickboxing, կարատե, տարբեր խառը բաներ է գրած, բացի իրանք չեն հանդիսանում տվյալ մարզաձևերի ֆեդերացիաների մարզիչներ, որ լիցենզավորված են։ Դրա համար ծնողը առաջի հերթին պետք է մտածի երեխայի առողջության համար, ու երկրորդն էլ պիտի հետաքրվի, կայքեր կա այսօր Facebook-ով, թե կայքերով հետաքրվի, հեռախոսահամարներով, կարան զանգեն ազատ, մեր ֆեդերացիա օրը առավոտ ժամը 9-ից մինչև ժամը 7-ը մեր քարտուղարուին այնտեղ է, կարան զանգեն, տեղեկանան մեր մասնաճյուղների մասին, լիցենզավորված մարզիչների մասին, որպեսզի կարողանան ստույգ տեղեկություն ստանալ, որպեսզի երեխաները կարողանան պարապեն որակավորված մարզիչների մոտ եւ առողջությանը վնաս չհասցվի իրենց։ Ինչպես պարոն Հարապետյանը նշել, որ շատ հաճախ նկատում ենք, որ երեխաները մի քանի սպորտաձևերով են զբաղվում։ Այսինքն սխալ է դա, որ համ քիքբոքսինգով է զբաղվում երեխան, համ կարատեով, պետք է մեկը ընտրի եւ դրանով շարունակի։ Իհարկե, երեխան պետք է, եթե երեխան տանում ես մարզաձևի, պետք է երեխան այդ մարզաձևով զբաղվի։ Եթե երեխան դու տանում ես կարատեի, տանում ես բոքսի, տանում ես ըմբշամարտի, եթե երեխան տանում ես ըմբշամարտի, չես կարող ըմբշամարտից դու տանես բոքս կպցնես,
բոքսից տանես կարատե, սա մարզաձևերն էլ լավ են։ Պետք է ծնողը ընտրի մի մարզաձև եւ երեխուն տանի մի մարզաձև պարապվի։ Չի կարելի տանել երեխա մի ակումբ, այդ ակումբում 8 ձևի մարզաձև են պարապվում, այդ 8 ձևի մարզաձևը տանես կպցես։ Երեխայի առաջինը հոգեկան վիճակին խանգարում կտա, երկրորդը առողջությանը մկաններին վնասված կհասցի։ Իսկ պարոն Հարապետյան, ինչ եք նկատում, որքանով է ոլորտը այս բանի վերահսկվում, որպեսզի նման դրա համար ստեղծվել է ոչ օլիմպիական մարզաձևերի միություն, մենք վերահսկողություն ենք արդեն անելու բոլորին, այն մասնավոր դպրոցներում, որ կան տարբեր մարզիչներ, մասնավոր դպրոցի սեփականատերերը իրենց դպրոցներում ընդգրկում են մարզիչներ տարբեր մարզաձևերի, ես ասեմ ձեզ երբևիցե չմտածեք հավլիցի չեմ քննադատում, ընդհակառակ ուզում եմ որ մեր հանրությունը, հասարակությունը, մեր քաղաքացիները իմանան, որ իրենց երեխաներին որտեղ տանեն մարզել։ Օգնում ենք, մենք սանը ուզում ենք օգնենք։ Արդյոք այդ մարզիչը, որ պարապում է ինչ-որ մի սպորտաձևով, ունի համապատասխան լիցենզիա մարզչական, անցել է մարզչական որակավորման դասընթացները, ստացել է ստուգարքներից սերտիֆիկատ, թե ոչ, թե ուղղակի ինքը զորացրվել է բանակից կամ աշխատանք չունի ինտերնետային ցանցերով սովորել է մարզիչ, գնում է մարզում է, գումարներ վերցնում է ու երեխան հետագայում ստեղ տանեմ այս մարզաձևով։ Մի հատ վառ օրինակ բերեմ, վերջերս նաև ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարը նաև նշեց, նաև մեր մոտ այդ նույն հարցը, ծնող էր եկել երեխայի պատվոգրերներ բերեմ, բավականին շատ պատվոգրեր, ողջունել այդ երեխան տարբեր մարզաձևերից մեդալներ ուներ, դիպլոմներ ուներ, հիմա այդ երեխան այդ դպրոցը փակվել է։ Հիմա չկա, ինչով զբաղվի այդ երեխան չգիտի, որտեղ տանի չգիտի։ Ի սկզբանե պետք է ծնողը իմանար, որ կա ֆեդերացիաներ, պետք է դիմեր ֆեդերացիաներին։ Իսկ ովքեր կարող են միանալ ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիային։ Մեր կանոնադրության մեջ ունենք կետեր, որոնք պետք է կետերի համապատասխանեն, այն բոլոր չափորոշիչները պետք է համապատասխանի։ Ոչ օլիմպիական մարզաձևի միության կազմում հայտ ներկայացնելուց առաջ ովքեր կարող են դառնալ ֆեդերացիայի միության անդամ։ Այն ֆեդերացիաները, որոնք Հայաստանի Հանրապետությունում գործում են 10 տարի եւ ավել, ունեն 10-ից 15 մարզիչ, միջազգային ֆեդերացիայի լիցենզիա ունեն, սերտիֆիկատ, ես խոսում եմ լուրջ միջազգային ֆեդերացիայի սերտիֆիկատներ, որտեղ համաշխարհային ֆեդերացիաներ կան տարբեր, լիցենզիաներ են բաժանում, ուղղակի մարդիկ են, որոնք ստեղծել են միջազգային ֆեդերացիա, տալիս են լիցենզիա։ ՄՕԿ-ի կողմից ճանաչված միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից գոնե որ իրենք ճանաչված կառույցների նախագահներ են համաշխարհային, այդ ֆեդերացիաների նախագահները պետք է իրենց կանոնադրությունը, իրենց մարզչական դպրոցները ներկայացնեն, դրա հետ միասին պետք է ներկայացնեն կատարած աշխատանքները, այդ թվում նաև ինչ ծրագրեր ունեն։ Մեկ էլ մարզիչների անպայման որպեսզի լինեն մանկավարժ, ոչ թե անունով մարզիչի առաջերտին պետք է լինի մանկավարժ, որպեսզի կարողանա երեխայի հետ աշխատի, որպեսզի երեխան կարողանա ճիշտ դաստիարակի։ Իսկ երեխաները որ տարիքից է նպատակահարմար, որպեսզի զբաղվեն նման սպորտաձևերով, որովհետև շատ տարբեր են կարծիքները, ոմանք ասում են 2-3 տարեկանից էլ կարող են, ոմանք ասում են ավելի բարձր ու շատ նկատում ենք, որ երեխաները 3-4 տարեկանից արդեն ինչ-որ մրցույթների են մասնակցում, դա որքանով է սխալ կամ ճիշտ։ Երեխան չի կարող մասնակցի 3-4 տարեկանից մրցույթների, դա միանշանակ, որովհետև 3-4 տարեկան երեխան նոր սովորում է քայլել, խոսալ, ոնց չի կարել։ 4-5 տարեկանից կարա հաճախի մարզումների, բայց ինքը ավելի շատ առողջար, մկանային վարժություններ է կատարում։ 2-3 տարի միջև իր մարմինը կոփի։ Արդեն 7-8-9 տարեկանից արդեն իրենց սովորացնում են մանր քայլերով տեխնիկաներին սովորացնում, որպեսզի ինքը կարողանա մարմնամարզության հետ արդեն տեխնիկա սովորի։ Կարա մանրամարզությունով զբաղվի, լողով զբաղվի, որը շատ կարևորում ենք, ի սկզբանե ոնց որ առաջին նոտաներն է մարզական, այնուհետև ընտրի իր ուզած հարվածային մարզաձևը։ Ես հանդես եմ գալիս որպես միության նախագահ, որ բոլոր արևելյան մարտարվեստներով կարող է զբաղվել։ Մենք պրոպագանդում ենք նաև փողոցային վատ բարքերի դեմ պայքարել սպորտի միջոցով, սպորտը համարելով դեղամիջոցներից մեկը։ Մենք շատ ուրախ ենք, որ փողոցից կտրում են երեխաներին, տանում են զբաղվելու սպորտով մարզիչները, ֆեդերացիաները, բայց մենք ուզում ենք, որ մեր մասնագետները լինեն պատրաստված, կրթված, ինչպես մեր Արմենը նշեց, ունենան համապատասխան
ու նաև սերտիֆիկատներ, կրթություն, որոնք ավարտել են ինստիտուտ։ Իսկ մարզիչը պետք է լինի նաև հոգեբան, այս պարագան նա չի կարող միայն մարզչական դասեր տալ։ Կրթությունը շատ են կարևորում, իսկ ուժեղ պետություն ունենալու համար եւ կրթությունն է անհրաժեշտ եւ անհրաժեշտ է լինեն ֆիզիկապես ամուր կոփված տղաներ։ Այո, եւ Արմեն ջան, մենք արդեն ունենք բազմաթիվ չեմպիոններ եւ աշխարհում ներկայացվող եւ նաեւ Եվրոպայի առաջնություններում եւ որպես մարզիչ, ինչպես եք գնահատում մեր մարզիկների հաջողությունները։ Միջալյուց պետք է նշեմ, որ Արմեն Ղարամանյանը մեր Արցախից է։ Արցախում քիքբոքսինգի հետ կախված շատ բավականին մեծ աշխատանքներ իրականացել, բավականին շատ սաներ ունի, նաեւ աշխարհի չեմպիոն։ Արցախում բավականին մեծ միջոցառումներ է կազմակերպել, որտեղ նաեւ մեր բոլոր ակումբներն են մասնակցել, շատ սաներ ունի, որոնք ծառայության են անցել զինված ուժերում, պատվով իրենց արժե դրված խնդիրներն են կատարել, որը շատ եմ կարևորում իր կողմից այն դասյակություն է պրոպագանդան մեր սաների համար։ Այ որպես մարզիչ դուք ինչպես եք գնահատում մի որոշ ժամանակ առաջ ներկայացվող մրցույթների մեր հաղթանակները աշխարհում եւ Եվրոպայում ներկայացվող մարզիկների հաջողությունները որպես մարզիչ ինչպես եք գնահատում։ Այս տարի մեր ֆեդերացիան, քիքբոքսինգ ազգային ֆեդերացիան լավ հանդես եկավ աշխարհում եւ Եվրոպայում։ Ունեցանք աշխարհի չեմպիոն, նաեւ Եվրոպայի մեդալակիրներ ունեցանք։ Այս տարի կարելի ասած մեր առաջ դրված խնդիրները կատարեցինք։ Կշարժվենք առաջ, ինչպես ֆեդերացիայի նախագահան ամեն տարի ֆեդերացիայի նախագահան եւ խորհուրդը իր խնդիրներն է դնում ֆեդերացիա առաջ։ Այս տարի համարյա թե այդ դրած խնդիրները կատարեցինք։ Մյուս տարի, ինչպես պարոն Հայապետյանը կասի, չենք սահմանափակվելու մեր ձեռքբերվածներով, մեր մեդալներով, քանի որ արդյոք բավական շատ ծրագրեր ունենք, ես պետք է մի հատ պաշտոնական հայտարարություն անեմ, նաև ոչ օլիմպիական մարզաձևերի միության անունից, տեսեք, սա առաջին անգամ երևի պատմության մեջ կլինի բոլոր ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաները, որոնք ընդգրկված են միության կազմում, այսուհետ զորակոչից առաջ նախազորակոչային տարիքի բոլոր պատանիները մեր բոլոր դպրոցներում պետք է մարզվեն, ովքեր ցանկանում են անվճար հիմունքներով։ Այսինքն մենք ուզում ենք կոփված ֆիզիկապես ամուր պինդ տղաներ ուղղորդենք բանակ ծառայելու։ Այո, հետագա ծրագրերի մասին մենք անպայման խոսելու ենք, բայց այս պահին կա պատրաստված տեսանյութ, մեր մարզիկների հաջողությունների ամփոփ ներկայացվող։ Հիմա առաջարկում եմ դիտենք տեսանյութը, վերադառնանք եւ շարունակենք զրույցը։ Հերթական չեմպիոնական տիտղոսները ոչ օլիմպիական մարզաձևերից մեդալների հարուստավարով հայրենիք են վերադարձել ավանդական կարատեի, ուշու կունգֆուի, քիքբոքսինգի եւ չանգ հուն թեքվանդոյի Հայաստանի ֆեդերացիաների մարզիկները։ Նրանք Եվրոպայի ու աշխարհի գավաթի խաղարկություններում նվաճել են 4 տասնյակի հասնող մեդալ, որից 21-ը ամենաբարձր հարգի։ Հարգելի մարզիկներ, մարզիչներ, ֆեդերացիայի նախագահներ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Ծառուկյանը նույնպես շնորհավորում է բոլորիդ, ովքեր մասնակցել են աշխարհի Եվրոպայի առաջնությունների, միջազգային առաջնություններին եւ ձեռք են բերել ոսկե, արծաթ եւ բրոնզե մեդալներ։ Փալուն հաջողությունների համար նաև համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանն է շնորհավորում, բայց նաև ուզում եմ պարոն Ծառուկյանի խոսքը փոխանցեմ, որ ուժեղ պետություն ունենալու համար պետք է ունենանք ֆիզիկապես եւ հոգեպես առողջ սերունդ, որն էլ պետք է հասնենք սպորտի միջոցով։ Մեզ հաջողվեց ստանալ մի արդյունք, որը նախադեպը չի ունեցել։ Մեր ամբողջ թիմը ստացավ աշխարհի առաջնության մասնակցելու թույլտվություն։ Եվ ես շատ եմ կարևորում նաև այն հանգամանքը, որ մեր ամբողջ թիմը մոտիվացված էր, որ իրանց մասնակցությունը դա 3 կարևորագույն խնդիր ա լուծում։ Առաջինը, իրանք մենապայքարում են, մրցում են հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի ուշու գունֆու ազգային ֆեդերացիայի եւ հանուն ոչ օլիմպիական մարզաձևերի միությանը։ Մեր թիմը ընդհանուր թիմով 3-րդ տեղ է գրավեց, պետություններ կային, որ եկել են 150-200 մարզիկներով, իսկ մեր փոքր թիմը, որ 36 հոգուց էր կազմված, ընդհանուր հաշվարկով գրավեց 3-րդ տեղը։ Հայաստանը ուժեղ է եւ ուժեղ լինելու է, որ մի փոքր պետություն, բայց մեծ հզոր պետությունների մեջ մեր հիմնը որ հնչում է, դա բոլորիս ուրախությունն է։
Հաղթանակով հայրենիք վերադարձած մեր մարզիկներն ու բոլոր մրցանակակիրները հատուկ վերաբերմունքի են արժանանում ոչ օլիմպիական մարզաձևերի միության կողմից։ Եվրոպայի առաջնություններին մինչ այժմ նվաճել է արծաթե եւ բրոնզե մեդալներ, սակայն այս 36-րդ առաջնության ժամանակ կարողացա բարձր ցուցանիշ ցուցաբերել եւ դարձա Եվրոպայի չեմպիոն։ Մրցաշարը բավականին բարդ էր, կային գերեզոր պետություններ, որոնց մարզիկները բավականին փորձառու էին, սակայն մեր բարձր պատրաստվածության արդյունքում ունեցանք բարձր ցուցանիշներ։ Այս տարի գրաֆիկը շատ խիտ էր, պարբերաբար մեկնեցինք երկրից դուրս մրցումների։ Վերջինը սեպտեմբերին կայացավ Եվրոպայի առաջնություններ Իտալիայում Ջեսոլո քաղաքում։ Ֆինալիստ եմ եղել, երկրորդ հորիզոնական եմ զբաղեցրել։ Ամեն մրցումից հետո այդ ժամանակայերևում ինչի վրա կա աշխատելու տեղ։ Կարևորն է, որ հիմա գիտենք ամեն ինչ ու պարապում ենք գնանք աշխարհի չեմպիոնության համար։ Տարին դեռ չի ավարտել, բայց ոչ օլիմպիական մարզաձևերում արդեն 300-ից ավելի մեդալ ենք նվաճել տարբեր հեղինակավոր մրցաշարերում։ Բոլոր հաղթողներին ու մրցանակակիրներին տարեվերջին սպասվում են արժեքավոր պարգևներ։ Արամ Մանուկյան, Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Մենք վերադարձանք հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք զրույցը։ Արմին ջան, դիտեցինք տեսանյութը, իսկ որպես մարզիչ ինչպես եք նաև գնահատում, որոնք են եղել դժվարությունները Եվրոպայում եւ աշխարհում անցկացվող մրցույթների եւ ովքեր են եղել ամենաուժեղ մրցակիցները։ Եվրոպայում եւ աշխարհում աշխարհի մրցաշարերում բարձրավոր միշտ դժվար է, միշտ դժվար է մրցաշարերը, որովհետեւ աշխարհի Եվրոպայի առաջնությունները միշտ մեծ քանակությամբ երկրներ են գալիս, քանի որ կիկբոքսինգը հանդիսանում է օլիմպիական կոմիտեի, միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ, պարզավոր իր մրցաշարերը շատ դժվար անցկացվում։ Տարիների ընթացքում կարողացանք ձեռք բերել ամուր հավաքական, որպեսզի կարողանանք պատշաճ կերպով ներկայանանք այդ մրցաշարերին։ Սկզբից, որ գնում էինք մրցաշարերի, կաղում էինք մրցաշարերի ընթացքում, բայց այս վերջի 2-3 տարիների ընթացքում արդեն բավականին մեր հավաքականը աճել է, կարողանում ենք արդեն պատվավոր տեղեր զբաղեցնենք, ինչպես նաև առաջի, երկրորդ, երրորդ հարթակները մենք արդեն կայանում, մեր դրոշը բարձր ծածանում աշխարհում։ Ես կխոսեմ նաև մրցավարությունից, քանի որ հանդիսանում է միջազգային կարգի մրցավար, առաջ անգամ աշխարհի Եվրոպայի առաջնություններին մրցավարությունը հայտ ենք դիմել, որ կարողանանք մասնակցենք։ Մրցումներից առաջ 4 օր սեմինար է կազմակերպվում մինչև մրցաշարերը։ Տարեկան 3-4 անգամ սեմինարների մենակ մասնակցում, որպեսզի կարողանամ Եվրոպայի եւ աշխարհի մրցաշարերին հանդես գամ որպես մրցավար։ Ամեն սեմինարից հետո քննություններ ենք hazնում, որպեսզի կարողանանք այդ կատեգորիաները հաղթահարենք, A, B, C կատեգորիա կա, առաջի տարին, որ հանձնեցի C կարգը ու շարունակական սկսեցի բարելավել իմ որակավորումը միջազգային հարթակում։ Ինչպես նաև ստեղ մեր մրցաշարերի ժամանակ Հայաստանի առաջնության ակումբային, ինչպես նաև միջազգային առաջնությունների ժամանակ մեր ֆեդերացիայում էլ կազմակերպում սեմինարներ են կազմակերպում, որպեսզի մեր գիտելիքները, ինչի որ ստացել ենք Եվրոպայից եւ աշխարհից, փոխանցենք մեր մրցավարներին, որպեսզի կարողանանք մեր մրցումների մակարդակը ել ավելի բարձրացնենք։ Իսկ մրցավարների ընտրությունը ինչպես է իրականացվում, ովքեր կարող են համարվել լավ մրցավար եւ միանալ արդեն ֆեդերացիային։ Ես պատասխանեմ այս վերջերս, մենք կազմակերպեցինք նաև սիրողականից անցանք նաև պրոֆեսիոնալ, քանի որ նաև Վակո սիրողական կա եւ Վակո պրոֆեսիոնալ մրցաշար։ Բնականաբար գլխավոր մրցավար Արիստակես Մարկոսյանը, միջազգային կարգի մրցավար Արմեն Ղարամանյանը
եւ Կարեն Ավակյանը, որոնք միջազգային կարգի 3 պատասխանատու մրցավարները անցկացրեցին սեմինար պարապմունքներ մրցավարական, քանի որ արտերկրի ժամանած թիմերը դա Ռուսաստանից, Դաշնության, դա Ղազախստանից, Վրաստանից, Պարսկաստանից ժամանած մարզիկները մենամարտերը միայն իրենք պետք է դատավարություն անեին, քանի որ պետք է ունենային միջազգային կարգ։ Այստեղ իհարկե, ինչպես պարոն Ղարամանյանը նշեց, այստեղ կա մի խնդիր, որ բոլորն ուզում են դառնալ մրցավար, բայց պետք է չափորոշիչներ կան, որոնք պետք է անցնեն, պետք է սկսեն ակումբային մրցաշարերից, ակումբային մրցաշարերը դատավարություն անել, այնուհետև ասոցիացիայի կազմակերպած նոր ֆեդերացիա, նոր թույլատրի իրենց, որպեսզի կարողան գլոբալ արդեն խոշոր միջոցառումներ դատավարություն անեն։ Կողային մրցավարությունից են սկսում, հետո նոր անցնում են ռինգի ներս դատեն, այսինքն պետք է այդ բոլոր փուլերն անցնեն դասընթացներ, հանձնեն ստուգարկներ արդեն իրենց մոտ, նոր ստանան համապատասխան մրցավարական սեմինարներ։ Դա շատ կարևոր փուլեր են, որ պետք է անցնեն, կարող ես լինել լավ մարզիկ, բայց ոչ լավ մարզիչ, կարող ես լինել լավ մարզիչ, բայց ոչ լավ մրցավար։ Այդ պատճառով մենք բոլոր ակումբներին ասոցիացիաներին ասում ենք ձեր հետ բերեք մարզիչներից բացի երիտասարդ մրցավարներ, որպեսզի անցնեն դասընթացներ։ Սրանք կարևորում են, որտեղ ամեն մի ակումբ ասոցիացիան արդեն ներկայացնում է իր թեմի հետ միասին այլ մրցավարներ։ Պարոն Հայրապետյան, եւ նկատում ենք, որ վերջին տարիներին մեր մարզիկները պատվով ներկայացնում են մեր երկիրը տարբեր մրցույթներում, տարբեր ասպարեզներում եւ հիմնականում տղաները լավ ներկայացնում են։ Իսկ ինչ եք նկատում աղջիկների հետաքրքրվածությունը սպորտաձևերի հանդեպ։ Զարմանալի չթվա, բայց իրականում, այո, վերջին տարիներին աղջիկների հոսքը մեծացել է։ Ես նախկինում տասնյակ հանդիպումների ժամանակ նաեւ հասկացել եմ, որ ի սկզբանե աղջիկները, եթե նախկինում ինքնապաշտպանության համար էին գալի մարզադահլիճներում մարզվում, տարբեր մարտարվեստների մարզադահլիճներում հանդիպում եմ ունեցել, բայց հիմա արդեն հետաքրքիր է կայանում է նա, որ աղջիկները ցանկություն են հայտնել նաև մասնակցություն ունենան։ Վերջին մեր մրցաշարերին բավականին շատ աղջիկներ կան տարբեր մարտարվեստներից, որոնք մասնակցում են ու ողջունելի է, իհարկե ողջունելի է, որ իրենք նույնպես ցանկություն են հայտնում մասնակցեն։ Պատասխանատվության զգացողությունն են ամենակարևորը, ու սիրով գալիս են մարզումների եւ ցանկանում են մասնակցեն։ Այստեղ սահմանափակում չկա, եթե ցանկանում են պետք է մարզվեն եւ մասնակցեն։ Իսկ ունեք արդեն այնպիսի աղջիկներ, ովքեր որ միջազգային մրցույթներում ներկայացրել են Հայաստանը պատվով եւ լավ հաջողությունների։ Միանշանակ եւ քիքբոքսինգի ֆեդերացիան ունենք եւ տեքվանդոյի եւ ուշուի ֆեդերացիան ունենք, որոնք միության անդամ են այդ ֆեդերացիաներում, տարբեր ֆեդերացիաներում ունենք։ Ավելին ասենք, մեզ ունենք նաեւ աղջիկ մարզիչ Հասմիկ Նալբանդյանը։ Իսկ տարբերություն Արմեն նկատում եք մարզումների մեջ կան տարբերություններ, եթե տղաների հետ եք մարզվում եւ աղջիկների հետ տեխնիկապես կան տարբերություններ, թե նույն կերպ է ընթանում մարզումները։ Մարզադահլիճի մասին։ Մարզադահլիճի մասին ընթանում եւ նաեւ եթե ներկայացնելու են արդեն Հայաստանը այլ ասպարեզներում։ Իհարկե դահլիճում խթանում ես աղջիկը մեկը ասում է, բայց պարապմունքները մի տեսակ է անցնում։ Չես կարա կողմնապահություն անես, որովհետև պետքա կոֆի, պետքա պարապվի, որպեսզի կարողանա պատշաճ հանդես գա։ Իսկ պարոն Հայրապետյան, նշեցիք, որ այս տարի ամփոփ նաև լինելու են միջոցառումներ, իսկ բացի այդ ամփոփ միջոցառումներից այս տարի էլ ինչ կա նախատեսված ու նաև ֆեդերացիայի հետագա ծրագրերի մասին փոքր նաև խոսենք։ Ոչ օլիմպիական մարզաձևի միությունը տարեվերջում ամփոփիչ գնահատականի արժանացնելու բոլոր ֆեդերացիաներին, ինչպես նախորդ տարի արժանացրեցին, նույնն էլ այս տարի։ Ես նշեցի, որ համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանի հետ միասին բավականին շատ աշխատանքներ ենք իրականացնում, այս պահից ի վեր նաև ամփոփելու ենք բոլորի հաջողությունները, իսկ ազգային օլիմպիական կոմիտեին, որի հետ մենք ունենք փոխհմբռնման հուշագիր ստորագրած, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Ծառուկյանի բարձր հովանու ներքո այդ բոլոր տղաները արժանանալու են բավականին բարձր աջակցություն։ Սա կարևորվում է նրանով, որ եթե միջ այսօր տասնյակ տարիներ կարելի է ի վեր ասել, եթե երբևիցե ոչ օլիմպիական մարզաձևերը չէր ուշադրության կենտրոնում հայտնվել, հիմա արդեն հայտնվել է եւ մրցաշարերի մասնակցում եւ գնահատականի են արժանանում եւ դրամական խրախուսանքի են արժանանում, շնորհակալագրի, մեդալների, սա դինամիկ զարգացում կապրի Հայաստանի Հանրապետությունում եւ կարող եմ ասել, այսպիսի
նախաձեռնությունների հիման վրա են, որ մենք կարողանում ենք երեխաներին փողոցից կտրել տանել մարզադահլիճներ մարզվելու։ Սա շատ կարևոր է, որ գնահատականին արժանանում նաև տարեվերջում։ Եվ մեծ դիտողներից շատ-շատերը ծնողները հիմա կցանկանան, որ իրենց երեխաները նույնպես դառնան ֆեդերացիայի անդամ, ընդգրկվեն, մարզվեն, այ ընդունելությունը ինչպես է իրականացվում։ Ինչպես նշեց պարոն Ղարամանյան, եւ ես չխոսեմ քիքբոքսինգից, որպեսզի գովազ չլինի, կարող են դիմել ոչ օլիմպիական մարզաձևերի միություն, մենք կբաշխենք իրենց երեխաներին, որ ֆեդերացիայում ուզում են մարզել։ Եթե ուզում են քիքբոքս, եթե ուզում են կարատե, տեքվանդո, ուշու մենք բոլոր արդեն պաշտոնական ֆեդերացիաներում կողորտենք իրենց երեխաներուն մարզվելու։ Նաև հաշմանդամություն ունեցող պատերազմի ժամանակ վիրավորում ստացած մեր ծնողներն է թող իրազեկված լինեն, որ միությունը իր դպրոցներում անվճար հիմունքներով է ուղղորդում երեխաների մարզվեն։ Ինչպես զորակոչից առաջ նախազորակոչային տարիքի երեխաներն են անվճար մարզվել, նույնն է մեր հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներից կարող են մարզվել։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ եւ հաղթանակներ։ Շնորհակալություն ձեզանից։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք Հայաստանի քինգբոքսինգի ֆեդերացիայի նախագահ, ոչ օլիմպիական մարզաձևերի միության նախագահ Գառնիկ Հայրապետյանի եւ Հայաստանի քինգբոքսինգի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Արմեն Ղահրամանյանի հետ։ Այս պայն առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք հաղորդումը։ Մենք վերադարձանք, հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք հաղորդումը եւ նշեմ, որ այսօր նոյեմբերի 11-ն է եւ ծնվել է այսօր ամերիկացի կինոդերասան Լեոնարդո Դիկապրիոն։ Նրա կերտած առավել հայտնի ֆիլմերն են Տիտանիկ, Բռնիր ինձ եթե կարող ես, Նյու Յորքի ավազակախմբերը, Ավիատոր, Հանգուցյալները, Թակարդների կղզին, Մեծն Գետսբին։ Այս համաշխարհային հայտնի դերասանի մասին մենք ունենք պատրաստած տեսանյութ, հիմա առաջարկում եմ դիտենք այն։ Լեոնարդո Դիկապրիոն ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 11-ին Լոս Անջելեսում։ Նա ունի իտալական, գերմանական եւ ռուսական արմատներ։ Լեոն ընտանիքի միակ զավակն է, իսկ նրա անունը ունի պատմություն։ Դիկապրիոյի մայրը հղիության ընթացքում այցելել է Իտալիայի թանգարաններից մեկը, որտեղ տեսնելով Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունները, որոշեց իր ապագա որդուն անվանակոչել նրա պատվին։ Լեոնարդոն դերասանական ճանապարհը սկսել է դեռ պատանեկության տարիներից, նկարահանվելով հեռուստասերիալներում եւ գովազդներում։ 14 տարեկանում նա որոշեց դառնալ պրոֆեսիոնալ դերասան։ Շուտով նա նկարահանվեց 30-ից ավելի գովազդներում եւ սերիալներում։ Լեոնարդո Դիկապրիոյի համաշխարհային փառքը եկավ 1997 թվականին Ջեյմս Քեմերոնի լեգենդար Տիտանիկ ֆիլմով։ Լեոն մարմնավորում էր երիտասարդ նկարչի, որի սիրո պատմությունը դարձավ կինոյի ամենահիշարժան սիրավեպերից մեկը։ Այդ ֆիլմը ստացավ 11 Օսկար, իսկ Դիկապրիոն չնայած չառաջադրվեց հիմնական անվանակարգում, դարձավ հոլիվուդյան ամենապահանջված դերասաններից մեկը։ Նրա դերակատարումները Արյունոտ, Ադամանտ, Հանգուցյալները, Թակարդների կղզի ֆիլմերում նորից ապացուցեցին նրա արտասովոր տաղանդը։ Դիկապրիոն միշտ ընտրել է բարդ հոգեբանական եւ հետաքրքիր կերպարներ։ Նրա դերակատարումները Սկիզբ, Մեծն Գետսբի, ազատագրված Ջանգո ֆիլմերում հաստատեցին նրա համբավը որպես այնպիսի դերասան, ով կարող է մարմնավորել թե հերոսի, թե չարագործի կերպարներ նույն վարպետությամբ։ Լեոնարդո Դիկապրիոյի կարիերան լի է եղել փայլուն դերերով եւ բազմաթիվ հաջողություններով, սակայն Օսկարը երկար ժամանակ նրան չէր ժպտում։ Սակայն վերջապես 2016 թվականի փետրվարի 29-ին նա արժանացավ իր առաջին Օսկարին, փրկված ֆիլմում Հյու Գլասի դերի համար։ Այս իրադարձությունը համարվեց տարվա գլխավոր կինոմշակութային պահերից մեկը։ Լեոնարդոն իր անկրկնելի խաղով մարդկային պարզությամբ դարձել է ոչ միայն Հոլիվուդի, այլև ամբողջ աշխարհի սիրելի կերպարներից մեկը։
Հարգելի հեռուստադիտողներ, դիտեցինք Լեոնարդո Դիկապրիոյի կյանքի և կարիերայի մասին պատմող տեսանյութ, իսկ հաղորդման այս հատվածը պատկանում է օգտակար խորհուրդներին և այսօր խոսելու ենք նարնջի մասին։ Նարինջը զգալիորեն նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակն ու նպաստում աղիների աշխատանքի կարգավորմանը։ Սակայն ալերգիա ունեցող մարդկանց համար սա արգելված միրգ է։ Նարինջը վիտամին C-ի հիանալի աղբյուր է և դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Այն բավականին օգտակար է վիրուսային վարակների ակտիվ շրջանում։ Նարինջը ամրեցնում է սրտանոթային համակարգը։ Ֆոլաթթվի հաշվի նարինջը դրական ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա։ Այն դրական ազդեցություն է ունենում մաշկի գույնի արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա։ Քչերը գիտեն, որ կանոնավոր կերպով նարինջ ուտելու դեպքում նվազում է շնչառական համակարգի հիվանդությունների ռիսկը։ Այս միրգը նպաստում է օրգանիզմից տոքսիկ նյութերի դուրսբերման, այդ պատճառով այս միրգը անպայման պետք է օգտագործել անբարենպաստ կլիմայական պայմաններում գտնվելու ու նաև այն դեպքում, եթե գործի բերումով որևէ կերպ առնչվում եք թունավոր նյութերի հետ։ Նարինջը նույնիսկ գենետիկ մակարդակով է ազդեցություն ունենում ու լավացնում է տղամարդու սերմի որակը։ Հայտնի է, որ կանոնավոր կերպով նարինջ ուտող կամ նարնջի հյութ խմող տղամարդկանց մոտ ի ծնե թերություններով երեխաներ ունենալու հավանականությունը ավելի փոքր է։ Պետք է նարինջ ուտել այն ժամանակ, երբ ձեր օրգանիզմը անընդհատ էներգիայի պակաս ու հոգնածություն է զգում։ Այս միրգը առավել անվտանգ մթերքներից է այն մարդկանց համար, ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ և տարատեսակ դիետաներ են պահում։ Այն, որ պետք է նարինջ ուտել, փաստ է։ Սակայն օրական օգտագործվող նարնջի քանակը պետք է սահմանափակել գոնե միայն այն պատճառով, որ դրանք շուտ ուտելն օրգանիզմի համար շատ անիմաստ է ու անօգուտ։ Իդեպ, փոքր նարինջը 100 գրամ կշռում է և պարունակում է 47 կիլոկալորիա։ Այն չպետք է չարաշահել և պետք է չափավոր քանակով օգտագործել և շատ օգտակար կլինի մեր օրգանիզմի համար։ Իսկ հիմա, հարգելի հեռուստադիտողներ, առաջարկում եմ ծանոթանանք մի երկրի հետ, որի արմատները ձգվում են ավելի քան 4000 տարի, ունի ամենահին հնդեվրոպական լեզուներից մեկը լինելու առանձնահատկությունը։ Այս լեզվաբանական հրաշքը ապահովում է նշանակալի կապ անցյալի հետ, ցուցադրելով մշակութային և լեզվական ավանդույթների դիմացկունությունը հազարամյակների ընթացքում։ Որպես 100 ժառանգության հպարտ կրող, լիտվենները շարունակում են գրավել լեզվի սիրահարներին և գիտնականներին։ Եվ այդ երկիրը Լիտվան է, որի մասին մենք ունենք պատրաստած տեսանյութ, հիմա առաջարկում եմ դիտենք այն։ Լիտվան երկիր է հյուսիսային Եվրոպայում Բալթիկ ծովի ափին, սահմանակից է Լատվիային, Բելարուսին, Ռուսաստանին և Լեհաստանին։ Երկիրը իր անվանումը ստացել է Լիտվան ժողովրդի անունից։ Երկրում ամենուր կարելի է տեսնել հնագույն սառցադաշտերի հետքեր, խոշոր գլաքարեր, կլորացած ժայռաբեկորներ։ Գրեթե 100 կիլոմետր ձգվում է գեղեցիկ ծովափը իր սպիտակին տվող մանրավազ լողափերով ու ավազաթմբերով։ Լիտվայի տարածքի գրեթե 1/4-ն անտառներ են։ Անտառները լի են զանազան թռչուններով։ Գետերում ու լճերում կան տարբեր ձկնատեսակներ։ Լիտվայի հիմնական բնակչությունը լիտվացիներ են։ Այստեղ ապրում են նաև ռուսներ, լեհեր, բելարուսներ, հրեաներ և հայեր։ Լիտվայի գյուղատնտեսությունը բազմաճյուղ է։ Մշակում են գարի, ցորեն, շաքարի ճակնդեղ, վուշ, կանեպ, կարտոֆիլ, կերային մշակաբույսեր, բայց հիմնականը անասնաբուծությունն է, որի արտադրանքը վերամշակվում է տեղում։ Աչքի է ընկնում սննդի արդյունաբերությունը, հատկապես կաթնամթերքի ու մսամթերքի արտադրությունը։ Տնտեսության մեջ կարևոր տեղ ունի ձկնորսությունը։ Կլապեդյան հանրապետության ծովային դարպասն է։ Այստեղ է գտնվում Բալթիա խոշորագույն նավաշինական գործարանը։ Լիտվան հայտնի է նաև առողջարանային վայրերով։ Պալանգա ծովափնյա քաղաքում մանրավազ լողափերին ամեն տարի հանգստանում են հազարավոր մարդիկ։ Դեռևս միջնադարում թուրք սելջուկների կողմից Անիի բռնազավթումից հետո բազմաթիվ գաղթական հայեր են այս եզերք հասել և հաստատվել լեհ-լիտվական միացյալ պետության մեջ։ Հիշատակություն կա, որ գերմանական ասպետների դեմ 1410 թվականին Գրյունվալդի ճակատամարտում լեհ-լիտվական դաշնակից զորքերի կազմում կռվել են նաև հայկական ջոկատ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նույնպես հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ մասնակցել են Լիտվայի տարածքում մղված մարտերին։ Գերմանական զորքերը Լիտվայից դուրս մղելու գործում մեծ է հատկապես հայ զորավար ռազմաճակատի հրամանատար Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի դերը։ Ներկայումս Լիտվայում բնակվում է մոտ 2500 հայ, հիմնականում
Վիլնյուսում։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ձեզ մաղթում եմ հաճելի օր եւ հաճելի օրվա շարունակություն, իսկ մենք արդեն կհանդիպենք վաղը, հաջողություն։